Մենք այս պահին գտնվում ենք հոլանդական Ալզակմարի Ալֆա ստադիոնի մոտ, որտեղ Հայաստանի չեմպիոն Նոան փորձելու է ամրագրել Կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆի հաղթանակը։ Ֆուտբոլը Հոլանդիայում համար 1 մարզաձևն է, խաղի նկատմամբ հետաքրքրությունը անչափ մեծ, տոմսերն էլ վաղուց արդեն սպառվել են։ Ուստի մեր թիմի վրա ճնշումը բավականին մեծ է լինելու, բայց այստեղ կա եւս մեկ կարևոր փաստ։ Հայաստանի չեմպիոնը հաղթել է Երևանում եւ մեծ ճնշում ու պատասխանատվություն է լինելու նաեւ մրցակցի ֆուտբոլիստների վրա։ Հայաստանի չեմպիոնը Հոլանդիայի ժամանել փետրվարի 24-ի երեկոյան 5 ժամ տևած թռիչքը բավականին ծանր էր։ Ավելորդ անհարմարություններ նաև օդանավակայանում անձնագրային ստուգումը տևեց ավելի քան 2 ժամ։ Անկախ այս ամենից մեր չեմպիոնը մրցավայրում է լավ տրամադրությամբ։ Թիմը հանգրվանել է Ալկմարի մոտ գտնվող Վանդեր Վալք հյուրանոցում։ Հոլանդիայում Նոան կունենա երկրպագուների ամենամեծ բանակը իր պատմության մեջ։ Սպառվել են նաև հայ երկրպագուների համար նախատեսված տոմսերը։ Գիտեմ, որ ստեղի հայ երկրպագուները շատ ոգևորված են, որ գան խաղը նայեն, տարբեր տեղերից գալու են, Գերմանիայից, Բելգիայից, Հոլանդիայի տարբեր քաղաքներից, որ երկրպագեն Նոային, մանավանդ առաջի խաղից հետո, որ հաղթել է Նոան, շատ հետաքրքրված են մարդիկ, որ գան նայեն ու նորից տենան հայկական թիմը հաղթի հոլանդական թիմին, որովհետև տենց բան հələ չի եղել։ Այս խաղում ավելի բարձր են գնահատվում Ալզակմարի շանսերը, բայց Նոան հասցրել է վախեցնել հոլանդացի երկրպագուներին։ Քչերն էին միգուցե սպասում ֆուտբոլից դուրս, բայց ով որ ֆուտբոլից ներս էր, գիտեինք, որ Նոան իրոք շատ մեծ աշխատանք է տարել եւ շատ լավ է պատրաստվել այս դիմակայությանը, ինչը տվեց իր արդյունքը նաեւ։ Նոա Ալզակմար խաղը փետրվարի 26-ին է Երևանի ժամանակով երեկոյան 12-ին։ Ստադիոնում կլինի ավելի քան 19000 երկրպագու։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն, Հոլանդիայից։